Չմշակումը չի գալիս աշխատանքից, այլ կանգ առնելու անկարողությունից։ Մենք համոզված ենք, որ ևս մեկ զանգ, ևս մեկ էլ փոստ, ևս մեկ խնդիր կխնայի օրը, բայց ի վերջո ինչն է մնում։ Սա կյանք չէ, դա շնչառական մրցավազք է, եւ երբ վազում ես, էականներն աննկատ են դառնում։ Իրերի իմաստը, հարևանությունը, ով սիրում է, լռությունը, որը վերաբեռնում է էներգիաները։ Գոյություն ունի հին իմաստություն, որն ասում է, հանգստության օր արժե ավելի քան 6 օր շտապում։ Հանգստությունը ծույլի համար արտոնություն չէ, բայց քաջության ակտ, դա այն պահն է, երբ դուք այլևս ստրուկ չեք պարտավորությունների եւ վերսկսում է հենց գոյության վերահսկողությունը։ Դա այն բաներն չէ, որոնք թելադրում են ձեր քայլերը, ոչ հրատապությունը, որը ձեզ մղում է, դուք վերականգնում եք այն ժամանակ ասելու իրավունքը։ Բավական է, եւ դա այն դեպքում, երբ ժամանակը ծառայում է ձեզ։ Գաղտնիքը պարզ է եւ միևնույն ժամանակ վախկոտ է, դա այն գործը չէ, որը սպառում է մարդկանց, այլ ընդմիջումների պակաս, մոմը ավելի շատ փայլում է, երբ պաշտպանում եք համուց, սիրտը հարվածում է ջանքերի ռիթմին եւ հանգստանում, այնպես որ այն պետք է լինի լավ ավանդվող շաբաթ։ 6 օր գործունեություն, որն ապահովված է հանգստության օրվանից, առանց դրա իմաստը կազմալուծվում է, նպատակները կորցնում են ձևը, միտքը դառնում է անվերջ աղմուկ։ Մենք սովորեցինք հավատալ, որ դադարելը կորցնում է, մենք վախենում ենք հնարավորություն տալ, բաց թողեք շահը, մնացեք հետևից, բայց ճշմարտությունը հակառակն է, դուք կորցնում եք հենց այն ժամանակ, երբ չգիտեք ինչպես արգելակել։ Անհանգստությունը գողանում է ձեր ուշադրությունը եւ ուշադրության պակասը գողանում է ձեր արդյունքները, երբ ամեն ինչ ձեզ դուրս է հանում, ոչ մի ուժ չի մնացել, թե իրականում կարևոր է, մաքուր միտք, ջերմություն, սերենի համակենտրոնացում։ Իմ ընտանիքում մնացած օրը սկսվեց նույն ձևով։ Հեռախոսները պահվում էին, փակ համակարգիչները, փափկեցված լույսերը, սեղանի վրա, հաց եւ գինին, դեմերում, լռություն եւ շպիտներ։ Այս տեղում էր, որ նախնիների պատմությունները ի հայտ եկան, խոսակցությունները, որոնք երբեք ժամանակ չունեին ունենալու։ Երախտագիտություններ մեկ շաբաթվա ընթացքում, եւ ամեն անգամ նույն բանը պատահեց։ Անհանգստություն լուծարվեց եւ իր տեղում պարզություն է առաջացել։ Հաջորդ օրը կյանքը նորից ջանք էր պահանջում, բայց հիմա մենք ունեինք աղբյուր, որտեղից ուժ վերցնել։ Ընդմիջման այս պահը ժամանակի նման է պալատի, ոչ մի պատ չունի, ոչ էկրաններ, գովազդներ, մաքուր տարածք, որտեղ կրկին հանդիպում եք, այնտեղ ամեն ինչ վերադառնում է իր տեղը։ Փողը պարզապես գործիք է, ոչ թե կուռք, աշխատանքը միջոց է, ոչ թե պատիժ։ Ընտանիքն այն կենտրոնն է, որն այլևս օրակարգում չէ, դուք հիշում եք, թե ով է եւ ինչու եք ընտրել այս ճանապարհը։ Եթե շաբաթը ձեզ թակարդի պես քամի եք հանում, ապա լուծումը ցուցակի համար այլ արտադրողականության տեխնիկա չի ավելացնում, այն ԵԽ հիմնելու մեջ է, 6 օր գործողություն, գոյության օր, այս մնացորդը մարդուն դարձնում է դիմացկուն։ Արտաքին հարվածները դադարում են թափահարել ներսից, լռությունը ձեզ կյանքից հեռու չի պահում։ Նա վերադառնում է նրան իրեն։ Հանգստության օր է վերափոխվում ամբողջ շաբաթ, դա ոչ կախարդական է, ոչ դատարկ հոգևորություն, դա գործնական տեխնոլոգիա է ուշադրությունը, նպատակը եւ էներգիան կառավարելու համար, փորձեք մեկ անգամ եւ շաբաթը կզգաք այն քաշել եւ պահել իր ներքին առանցքին։ Լռություն մտնելիս այն առաջացնում է դանդաղ մտածողությունը, այլևս այդ հրամաններ են ազդում, բայց ընտրությունը, ուշադրություն, մեկ անգամ ցրվել, խտանյութեր, այս ժամանակներում որոշումներ են ծնվել, որոնք պահում են շաբաթներ եւ ռեսուրսներ։ Խորը հանգստության 1 ժամ արժե ավելի քան 10 ժամ հուզմունք։ Ժամանակակից աշխարհի հետ կապված մեծ խնդիրը ժամանակի պակասը չէ, այլ աղմուկը անջատելու անկարողությունը։ Մենք ապրում ենք դարաշրջանում առանց 1 րոպե լռության։ Բջջային հեռախոսը չի դադարում, գովազդը հետապնդում է մեզ, նորություններ ներխուժում են նույնիսկ քնել։ Մենք վախենում ենք լռությունից, երբ մենք վախենում ենք դատարկությունից, բայց հենց նրա բացակայությունն է, որը մեզ աղքատացնում է, թուլանում եւ արտաշնչում է։ Պատկերացրեք մոմը, որը այրվում է ոչ տող, բոցը գեղեցիկ է, բայց եթե այն նույնիսկ պաշտպանված չէ նույնիսկ մի պահ, ցանկացած քամի է ջնջում այն, նույնը տեղի է ունենում մեզ հետ, առանց ընդմիջումների, մենք փխրունանում ենք։ Յուրաքանչյուր փոքր անկում դեսելորի, Իզա յուրաքանչյուր լուր խախտում է համակենտրոնացումը, մենք կորցրեցինք ամրությունը, քանի որ մոռանում ենք ռիթմը։ Հազարամազերծման իմաստությունը սովորեցնում է, աշխատեք 6 օր, բայց 7-րդում կանգ առեք, դա կամայական կարգ չէ, դա գիտելիքներ է մարդու բնության մասին, նրանք ովքեր ապրում են առանց կանգառի, նման են Հարթ Բեռնարդին։ Նրանք կարող են կլանել գիտելիքները, գումարը, առաջադրանքները, բայց ամեն ինչ կաթում է, մնացածը շտկում է այս արտահոսքը, այն վերականգնում է ամբողջականությունը, որպեսզի շաբաթվա ընթացքում կառուցվածը չի հետ մղում փոշի։
Ժամանակակից հետազոտությունը հաստատում է դա։ Դանիել Քահնմանը խոսեց երկու մտածողության համակարգերի մասին՝ արագ և դանդաղ։ Առօրյա կյանքում մենք ապրում ենք միայն արագ ռեժիմով արձագանքելով, վազելով, բայց առանց դանդաղ, արտացոլող ռեժիմի։ Մենք սխալներ ենք թույլ տալիս, կորցնում ենք փողը, ընդմիջում հարաբերությունները։ Հանգստացեք մեզ այս երկրորդ համակարգով և այս տեմպերով մեկ օր շաբաթվա ընթացքում խուսափում է տասնյակ անհաջողություններից։ Ես հանդիպեցի մեկին, ով ասաց. Ես չեմ կարող թույլ տալ հանգստանալ, տարիներ անց հոգնածությունն այն տարավ, առողջություն, ընտանիք, աշխատանք, մեկը, ով համարձակվեց ընդմիջումներ անցկացնել, կանգնած էր նույն ժամանակահատվածում, քանի որ յուրաքանչյուր 7 օր վերականգնում էր պարզությունը, տարբերությունը տաղանդի մեջ չէր, բայց լրացնելու սովորության մեջ։ Մենք վախենում ենք, որ դանդաղեցնելիս մենք ժամանակ վատնելու ենք, բայց իրականում մենք կորցնում ենք այն, երբ չգիտենք ինչպես կանգ առնել, դա նման է սխալ արագությամբ վարվելուն սխալ ուղղությամբ։ Դուք ավելի արագ եք ժամանում, բայց ոչ այնտեղ, որտեղ ուզում էի, միայն դադարը թույլ է տալիս ստուգել ուղին։ Խնդիրը ժամերի պակասը չէ, այլ այն փաստը, որ նրանք վազում են իրենց մատների միջև, եթե չես սովորում վերամիավորվել նրանց, գոնե շաբաթը մեկ անգամ, քո կյանքը նման կլինի ժամացույցի, որ ինչ-որ մեկը տեսել է առանց կանգ առնելու։ Հանգստի ուժը կրոնական ծեսերի մեջ չէ, այլ ռիթմը վերականգնելու մեջ, դրա մեջ շունչ կա, ոգեշնչում և արտաշնչում, շարժում և հանգիստ, առանց դրա, հոգին խեղդում է։ Ձեզ հարկավոր չէ ավելի շատ արտադրողականության խորհուրդներ, եթե չես տիրապետում դադարի արվեստին, լռությունն ավելի ուժեղ է, քան աղմուկը, և կանգ առնելը ավելի իմաստուն է, քան բասքը, առաջին դասը հետևյալն է, դարձյալությունը վերադարձնում է իմաստը։ Մենք կարծում ենք, որ իմաստը ծնվում է մշտական գործունեության մեջ, բայց ճշմարտությունը տարբեր է, դա առաջանում է ընդմիջումներով, դա այն է, երբ դուք դադարում եք վազել, որ լսում եք, թե ինչ է խեղդվել աղմուկը, լռությունը դատարկ չէ։ Այն լի է պատասխաններով, որ ագիտացիան թույլ չի տա։ Ես հիշում եմ մի ընտանիք, որը ամեն ուրբաթ երեկո մի կողմ թողեց աշխատանքը, աղյուսակը տեղադրված էր պարզ կերակուրներով, մոմերը լուսավորում էին շրջակա միջավայրը փափուկ լույսով, ոչ ոք բարձրաձայն չէր խոսում, ոչ ոք չէր վիճում։ Սկզբում երեխաները դա ձանձրալի գտան, կարծես աշխարհը նրանց հետ թողեց, բայց տարիներ անց հենց այս պահերն էին, որոնք հիշում էին որպես ամենակարևորը, քանի որ իմաստ ուներ։ Երախտագիտություն, արմատների հետ կապը, ուշադրություն եղածների վրա։ Սովորական օրերին մենք կդառնանք Cheers։ Աշխատանք, հաշիվներ, զանգեր, բայց երբ լռում ենք, կրկին տեսնում ենք ամբողջը, ինչու եք ձգտում, ով է պայքարում, որտեղ է գնում ձեր կյանքը, այս խնդիրները չեն լուծվում շտապում, միայն նրանք լսում են ընդմիջում։ Վիկտոր Ֆրանկլը, ով գոյատևեց ամենավատ սարսափները, ասաց, որ դա իմաստն է, ինչը մարդուն դիմացկուն է դարձնում, բայց իմաստը չի գոռում։ Նա շշնջում է, և միայն լռության մեջ լսեց։ Հետևաբար, շաբաթը ոչ միայն հանգստանում է, դա էական իրերի վերադարձը, ժամանակակից տղամարդը պատասխաններ է փնտրում էկրանների վրա, բայց պատասխանները գալիս են, երբ էկրանը դուրս է գալիս, Դանիել Քահնմանը խոսեց երկու մտքի համակարգերի մասին։ Արագ լուծումները խնդիրները, դանդաղը հասկանում է կյանքը, շաբաթը մեզ հնարավորություն է տալիս ակտիվացնել այս դանդաղ միտքը, և լռությունից մի քանի ժամ հետո գիտակցում եք։ Աշխարհը չի փլուզվում առանց ձեր հուզմունքի, նա հետևում է իր ընթացքին, մինչ դուք վերջապես լսում եք։ Հանգստությունը ոչ միայն վերականգնում է ուժը։ Դա գիտակցում է ուղղությունը, դուք դադարում եք պատահարից կառչել և սկսել ընտրել կարևորը, սա իսկական հարստություն է, քանի որ նրանք, ովքեր լսում են իրենց նպատակը, միշտ կլինեն ավելի հարուստ, քան առավելություններն են աշխատում։ Հրեական իմաստություն է ասում. Ով գիտի, թե ինչու է այն ապրում, որևէ կերպ աջակցում է, բայց սա, թե ինչու չեք գնում, մի գողացեք, մի արեք։ Միայն լսեք, և այդ պատճառով կա լռության օր, եթե կարծում եք, որ կյանքը կորցրել է ձեր ճանապարհը, փորձեք կանգ առնել մի քանի ժամ, կտեսնեք, որ իմաստը չի վերացել, նա պարզապես ակնկալում էր, որ դուք կրկին ծեծեք, որպեսզի կրկին խոսեք։ Շաբաթ, երկրորդ ճշմարտությունը։ Ժամանակը որպես սրբազան տարածք։ Մենք սովոր ենք գնահատել իրերը, տուն, հագուստ, մեքենա, բայց ամենամեծ գանձը ժամանակն է, նա իրեն չի վաճառում, այն չի կարող պահվել կրծքավանդակում և ավելի ուշ փրկվել, ամեն անգամ, երբ ապրում է, հավիտյան գնում է, հետևաբար, հրեական իմաստուններն ասացին. իրերը պատեր են կառուցում։ Ժամանակը կերտում է կյանքը, շաբաթը սովորեցնում են, թե ինչպես ժամանակը բուժել որպես սուրբ բան, շաբաթը մի օր հայտարարվում է անթույլատրելի աշխատանքների և մտահոգությունների համար, այդ օրը ժամանակը այլևս հունգ չէ և դառնում պալատ։ Մենք մտնում ենք այն, ինչպես տաճարում և հասկանում ենք. սա իսկական ցանկություն է կանգ առի պարգևը։
Ես հանդիպեցի մի մարդու, ով իր կյանքը վարում էր բողոքելով. Ես ժամանակ չունեմ գործարկել նախագիծը նախագծին միացնելով միացմանը, շատ բան շահեց, բայց միշտ իրեն պարտքեր, մանկության ընկեր, ընդհակառակը շաբաթը առնվազն 1 օր որպես անձեռնուն խելի, այն նվիրում է այն ընտանիքին, կարդալու, լռելու, եւ նա գտավ, որ հենց դա ժամանակ ուներ ամեն ինչի համար, քանի որ ժամանակը պաշտպանելիս նա նրան հարստացրեց, ոչ թե աղքատ։ Քալ Նյուփորթ, ուշադրություն ուսումնասիրելով, գրեց. Եթե ձեր ժամանակը չկարողանաք կառավարել, մյուսները դա կանեն ձեզ համար, շաբաթ, ժամանակի ընթացքում վերադառնում է ձեզ վերահսկողությունը, այդ օրը ոչ ոք չի թելադրում, թե ինչ անել, դուք որոշում եք, թե որտեղ պետք է ուղղորդեք ձեր ուշադրությունը։ Եվ դա ձեզ է դարձնում կյանքի տերը, ոչ թե ձեր բանտարկյալը։ Հրեական իմաստությունը ասում է, նա ով ժամանակ է պահում, հարուստ է, քանի որ ժամանակը արժե ավելին, քան ոսկին, ոսկին չի կորցվում, շաբաթ, հիշում է, ամեն րոպե սուրբ է, նայեք ձեր շաբաթին։ Քանի ժամ եք անցնում դատարկ խոսակցությունների, անսահման դերեր, աննկատ անհանգստություններ, բայց եթե գոնե մի օր հայտարարում եք որպես սուրբ, շաբաթվա մնացած մասը նույնպես կդառնա, դուք կտեսնեք, որ նույնիսկ սովորական օրերը ավելի թեթև են դառնում։ Rabbi Abraham Heschel ժամանակին պալատ շաբաթ անվանեց, մի տեղ, որտեղ դուք չեք մտնում շտապի կեղտոտ ձեռքերով, այս պալատում անհապաղ կապեր չկան, աշխատանքային ճնշումներ, բանակցություններ չեն ընթանում, կա միայն դու, քո հաջորդը եւ լռությունը, որը հարստացնում է քեզ։ Մենք հաճախ տարածում ենք տարածություն։ Մենք ուզում ենք ավելի մեծ տներ, ավելի գեղեցիկ առարկաներ, բայց մենք մոռանում ենք, որ իսկական ցանկությունը ժամանակի տարածությունն է, շաբաթ, հենց դա է սովորեցնում։ Հարգելով ժամերը որպես սրբություն, եթե զգում եք, որ կորցնում եք մրցավազքում, կանգ առեք, մի օր, երբ ժամանակը հայտարարվում է, սուրբ կվերադառնա ձեզ լիարժեքության զգացողություն։ Նման երջանկության հետազոտող Բեն Շահարը նշում է, որ հարաբերություններում երախտագիտությունը բարեկեցության հիմքն է, եւ դա հենց այն է, ինչ ծառայում է մի օր, երբ այն ամենը, ինչ ավելորդ է, հեռացվում է եւ միայն մարդիկ են մնում։ Նայեք ձեր շուրջը կյանքին։ Քանի տարեկան են ծերանում ոչ փողի պակասի, այլ կապ չունենալու համար, քանի ընտանիք է մնում ճշգրտորեն հավաքվելու սովորույթով, նույնիսկ շաբաթը մեկ անգամ, սա շաբաթի ուժն է, դա ոչ միայն բուժում է հոգին, այլև հարաբերությունները։ Առանց կապի հարստությունը դատարկ է, առանց ջերմության փողը պարզապես սառը պատեր են, շաբաթ, հիշեցնում է մեզ։ Շմարիտ ուժը խորը պարտատոմսեր կառուցելն է, քան ցանկացած շենք, փորձեք մի գիշեր նվիրել միայն դրան, միացրեք ամեն ինչ եւ զգացեք ձեր սիրած սեղանի շուրջ, դուք կտեսնեք։ Խոսակցությունները միայնակ կուղվեն, եւ հենց հիմա դուք կհասկանաք, որ հարստությունը հաշվի մեջ թվեր չեն, այլ ձեր կողքին գտնվողների հարևանությունը, շաբաթ, պահում է այս պարզ, բայց մեծ ճշմարտությունը։ Խորը կապերը մարդու ամենամեծ կապիտալն են։ Շաբաթ, 5-րդ ճշմարտությունը լռությունն է, որպես հակաօդագիտության աղբյուր, ժամանակակից աշխարհը մեզ խոցելի է դարձնում, մենք միշտ կապված ենք, միշտ սպասում ենք նորություններին, միշտ արձագանքելով, հաղորդագրությունը կարող է փչացնել օրը, զանգը կարող է ապամոնտաժել ծրագրերը, սխալ մեզ անհավասարակշեցնել, մենք դառնում ենք փխրուն նման ապակու, շաբաթ, մարդկանց վերադառնում է հակաուղիորեն լինելու ուժ, լռության մեջ մենք դադարում ենք կախված լինել հնարավորությունից։ Երբ մենք մեկ օրվա ընթացքում անջատում ենք աղմուկը, մենք գիտակցում ենք։ Աշխարհը չի փլուզվում, եթե չպատասխանենք էլ։ Գումարը չի վերանում, եթե մենք այլ բիզնես չենք փակում, կյանքը շարունակվում է, նույնիսկ եթե մենք կանգ առնենք, եւ այս հասկացողության մեջ ծնվում է ճկունությունը։ Ես հանդիպեցի մի մարդու, ով ապրում էր մշտական խուճապի մեջ, Էնի անկացած մանրամասներ ցնցեց նրան։ Պայուսակի անկում, եւ նա կորցրեց քունը։ Աշխատավարձի ուշացում եւ նա կորցրեց հավատը, բայց ևս մեկը կար, որ ամեն շաբաթ առնվազն 1 օր վերապահված էր առանց նորությունների կամ վասկի, եւ հենց նա է ով աջակցում էր հարվածներին, քանի որ նա գիտեր։ Աշխարհը չի պաշտպանում իրադարձությունները, բայց ներքին միջուկում։ Հրեական իմաստությունը ասում է, նա ով լռում է, հոգին պահում է, լռությամբ մենք դառնում ենք ավելի ուժեղ, բայց մի ծառ, որը մեծանում է ոչ միայն օրերով, արևի տակ, այլև գիշերը, մթության մեջ եւ հանգստանում, արմատները խորանում են լռության մեջ։ Այսպիսով մենք ենք, շմարիտ ուժը չի ծնվում հաղթանակների աղմուկով, բայց շաբաթ, ի լռության մեջ։ Նասիմ Թալեբ այս հակաօդային կոչեց։ Ազդեցություններն ուժեղանալու ունակություն, շաբաթ, դա անում է հենց այդպես, նա մեզ մի կերպ է դնում, որտեղ մենք չենք կոտրվում տուժածների հետ, բայց կայունություն ենք ձեռք բերում, լռությունը ուժեղանում է, քանի որ այն վերացնում է ավելորդ խթանները, եւ միայն էականներն են։
Փորձեք ինքներդ, առնվազն 1 օր անցկացրեք առանց նորությունների, առանց գովազդի, առանց սոցիալական ցանցերի, սկզբում կարող է թվալ, որ դուք կորցնում եք կապը աշխարհի հետ, բայց մի քանի ժամ հետո կհասկանաք հակառակը։ Այս պահին աշխարհն իրեն է տալիս ինքներդ ձեզ, շապատ, սովորեցնում է, լռությունը դա թույլ չի տալիս, դա այն դարձնում է մեկին, ով չի կարող կոտրվել, այս գաղտնիքում ձեր մոգությունն է, հանգստի օրը 6 օր աշխատանք է վերածում ամուր և կայուն կյանքի։